գոտությունը, որ այս ծրագրերը ներդրվեին մայրաքաղաքում։ Ամենօրյա աշխատանքը զգալով սեփական մաշկի վրա եւ իմ գործընկերների հետ, արգելի գործընկերներ, ամփոփելով տարին, ես ուզում եմ բոլորի տանունից անհամեստ փոքր իրավունք ինձ վերապահել, մեր շնորհակալությունը հայտնել մեր քաղաքապետին, պարոն Ավինյանին, կենսապահովման ոլորտում, ենթակառուցվածքների ոլորտում ցուցաբերած անմիջական, հետևողական եւ շատ սիստեմատիկ աշխատանքի համար մեր գործընկերների հետ կառավարություն, մատակարար ընկերություններ։ Այսքանը։ Շնորհակալ եմ պարոն Արեյան, շնորհակալ եմ գնահատանքի համար, ես ուզում եմ ձեզ շնորհակալություն հայտնել մեր բոլոր գործընկերներին, կենսապահովման ոլորտի, կառուցապատողների միությանը եւ կային կառուցապատողներին, ովքեր որ մեզ հետ ձեռքի տված այս ծրագիրը իրականացրել են։ Ուզում եմ արձանագրել, որ շատ դրական է նաև այն, որ կառավարությունն է սկսել իրականացնել գոյղատար համակարգերի արդիականացումը, այսինքն քաղաքապետարանը այլևս միայն վթարային ծանր դեպքերով է զբաղվում եւ մեր բյուջեն կարելի ասել այդ հատվածով որոշակի ծանրաբեռնվածությունը թեթևացրել ենք։ Շատ կարևոր է, որ կառավարությունը նաև հաստատել է հաջորդ տարվա ծրագիրը բավականին մեծ ծավալով։ Համաձայն եմ ձեզ հետ, որ ունենք դեռևս հարցեր հեղեղատար համակարգերի հետ կապված, որոնց ընդհանուր գումարը մոտավորապես 10 միլիարդ դրամի է, եւ այո, գոյղատար համակարգերը եւ հեղեղատար համակարգեր այն համակարգերն են, որոնք որ շատ դեպքերում, երբ որ լավ են գործում, աչքին տեսանելի չեն, բայց երբ սկսում են վթարները, այդտեղ շատ տեսանելի են դրանք եւ կարծում եմ մենք օր առաջ այս բոլոր խնդիրները պետք է մեր ուշադրության կենտրոնում պահենք։ Մենք ունենք խնդիր, կարծում եմ, դեռևս լուծելու Երևան քաղաքում խմելու ջրի ժամերի հետ կապված եւ նաեւ սեզոնից կախված մասնավորապես ամառվա սեզոնի մատակարարման, այսպես ասած, ջրի որակի խնդիրներին անդրադարձություն ենք անելու Վեոլայի մեր գործընկերների հետ, ջրային կոմիտեի հետ, գիտեմ որ քննարկվում է որ նոր աղբյուրներից ջրամատակարարման հարցը, որ կարծում եմ շատ կարևոր է, նաեւ պետք է աջակցենք մեր գործընկերներին կորուստների վերացման ուղղությամբ մեր հնարավորությունների սահմանում եւ շրջանակում եւ եթե պետք է նաեւ մի փոքր նաեւ ստանդարտից դուրս, եթե նման կարիք կա, օրինակ մեր հասարակական կարգի պահպանության վարչության ուժերը ներգրավելով, եթե տենց խնդիրներ ունենք, ընդհանուր առմամբ նաեւ ֆիքսենք ֆինանսական վարչությանը դիտարկի ռոռոկման համակարգերի մեր ֆինանսական ծավալը շատ մեծ չի, միլիարդից մի փոքր ավել։ Եվ սա էլ շատ կարևոր աշխատանք է, որովհետև Երևան քաղաքում վերջին տարիներին մենք ստեղծել ենք մոտավորապես 60 հեկտար նոր կանաչապատ տարածքներ, որոնք որ իհարկե ռոռոկվում են, բայց ունենք նաև հատվածներ, որտեղ որ ունենք ռոռոկման համակարգերի կամ արդիականացման կամ ամբողջապես նորի անցկացման խնդիր եւ խնդրում եմ ֆինանսական վարչությանը այս հատվածին ուշադրություն դարձնել։ Շնորհակալ եմ, այսքանը։